Մեկ գյուղ, 3 սրբատեղի։ Ուխտագնացությամբ է սկսվում օրը դեպի ապարանի Վարդենիս գյուղ։ Առաջին կանգառը 7 վերք մատուռն է, կառուցված 12-ից 13-րդ դարերում։ Այստեղ գյուղի պատմությունն է ու ազդեցիկ հրաշագործ մատուռը։ Այս քարափի տակից դուրս է եկել 7 աղբյուր, որով հիմնականում սնվել է գյուղը։ Ու հենց այս հրաշագործ բուժիչ աղբյուրն էլ խոստանում է որդի պարգևել այն ուխտավորին, որը ձեռքը հոսող սառը ջրի տակ ամենաերկարը կպահի։ Սրբատեղին մարդկանց հոգևոր արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով Վերածնունդ հիմնադրամը հանձն է առել ամբողջ տարածքն ու բլուրը, որի վրա գտնվում է մատուռը, նորոգել ու բարեկարգել, պահպանելով դիմագիծը։ Հիմնադրամը այս տարիների ընթացքում մեծաքանակ աշխատանքներ է կատարել գյուղում Օթարի Հակոբյանի եւ Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ Սա այն օրինակներից է, որ իսկապես եթե մենք բոլորս հասկանանք, որ պետք է խնամել հայրենիքը կկայանա։ Ինչ խորհուրդ ունի սա՝ միացման, հաշտեցման, ինքդ քեզ հետ, քո հավատքի հետ։ Ի վերջո քեզ փնտրելով, քեզ գտնելու, քո երկիրը միայն Երևանով չտեսնելու, ապարանի կոնկրետ Վարդենիս գյուղից մինչև մնացած գյուղերը ճանաչելու։ Գյուղում է նաև Սուրբ Նարեկ մատուռը, որը կառուցվել է փոքրիկ սրբատեղիի հիմքի վրա։ Մատուռի տարածքում տուն է եղել մի անկյունում սրբատեղին, որն էլ հայտնի է դարձել ավետարանի շնորհիվ։ Այն ի դեպ մի ընտանիքի է պատկանել, որի նախահոր անունը Պապե է եղել։ Գյուղացիներն են մետաֆորիկ Նարեկ համարել բուժիչ պատմությունների շնորհիվ։ Այդպես էլ ստացել է Պապեի Նարեկ անվանումը։ Վերածնունդ հիմնադրամի շնորհիվ ավետարանը գտնվել ու գյուղ է բերվել։ Այժմ Սուրբ Գիրքը գտնվում է հենց այս մատուռում։ Շատ տարբեր տեղերից մարդիկ գալիս են այդ ուխտի օրը, որտեղ հավատացած են, որ Գիրքը ունի հրաշագործ հատկություններ, բժշկող հատկություններ։ Ավանդույթի համաձայն այս տարի եւս օգոստոսի 3-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու պատարագից առաջ հավատացյալները հոգևոր դասի առաջնորդությամբ կշարժվեն դեպի Սուրբ Նարեկ մատուռ, որտեղից տարվա մեջ միայն այդ օրը դուրս կբերեն եւ Սուրբ Հակոբ եկեղեցի կտանեն հրաշագործ բժշկության ավետարանը։ Միայն այդ օրը հավատացյալները, տեղի բնակիչներն ու բոլոր հյուրերը հնարավորություն կունենան շփվելու գրքի հետ եւ իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու։ Կլինի պատարագ, գիրքը կհանվի, եկեղեցական կարպետ գնում ենք այդ օրը, երկելով։ Սուրբ Հակոբ եկեղեցին նույնպես հիմնանորոգվել ու վերահսկվել է 2012 թվականին Արթուր Ջանիբեկյանի Վերածնունդ հիմնադրամի շնորհիվ։ Օծումից հետո հիմնադրամը որոշել է եկեղեցու ներսում խորանի ամբողջ երկայնքով ներկայացնել Քրիստոսի կյանքը պատկերող 12 կտավները։ Ավետարանական գլխավոր թեմաները պատկերող ստեղծագործությունների հեղինակը Միքայել Հարությունյանն է։ Միքայել Հարությունյան պատրաստել է ֆանտաստիկ կտավներ։ Եվ եթե տեսնում եք այս ամբողջ եզրով, տեղերը թողնված է կտավի համար, ինքը տենց հավակնում է դառնալ հայկական Սիքստինյան կապել։ Հավատացյալները կարողանալու են այդ նկարների միջոցով Տիրոջ կյանքի ամբողջ ընթացքին հաղորդակից լինել, ծնունդ, մկրտություն, հրաշագործություններ, հետո մատնություն, խորթավոր ընթրիք ու բոլոր այդ տեսարաններն են լինելու մինչև խաչելություն եւ համբարձում։ Սուրբ Հակոբ եկեղեցու օրհնության արարողությանը պիտի մասնակցենք, այնպես որ շատ կուզեմ, որ ոչ միայն համայնքը մասնակից լինի, այլ նաև մեր ժողովուրդը ու կարևոր չէ հանրապետության որ տարածքից կգան։ Լույսից ծնված կտավների հանդիսավոր օծումը օգոստոսի 3-ին կլինի, իսկ ուխտագնացության ավարտին Սուրբ Հակոբ եկեղեցու բակում ներկաների հոգևոր աշխարհը Գեղարդ երգչախումբը հարստացրեց։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։